Իշխանությունը երկրորդ փորձից ընտրեց ընդդիմադիր ուժեղ Հայաստանի թեկնածու Լիաննա Մանուկյանին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Քվեատուփում արկա էր 96 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Լիաննա Մանուկյան կողմ 57 դեմ 39։ Որոշումն ընդունված է, շնորհավորում ենք Տիկին Մանուկյան։ Ուժեղ Հայաստանը նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում փոխեց նախագահի իր թեկնածուին, առաջադրել են նախկին փաստաբան Հարություն Հարությունյանի թեկնածությունը, խորհրդարանի 12 հանձնաժողովներից 10-ի նախագահները փաստորեն արդեն ընտրվել են։ Մինչև երկուշաբթի ազգային ժողովը թերևս չի հասցնի եւս երկու թեկնածությունների թե քննարկումը, թե քվեարկությունը եւ այդ հարցերը, ինչպես ազգային ժողովի ԿՊԱ-ական փոխնախագահը ասաց, արդեն այդ քննարկումները կտեղափոխվեն կառավարության ծրագրի հաստատումից հետո։ Այսօր հենց իշխանության քվեարկության շուրջ էր հիմնական բանավեճը։ Պետք է անվերապահ ընտրեն օրենքով ընդդիմությանը վերապահված հանձնաժողովների նախագահներին, թե ոչ։ Իշխանությունը մնաց իր տեսակետին, թե անցած ճամփան, այսպես ասած, թեկնածուների պետք է եւ կարող են դարձնել քննարկման առարկա, ընդդիմությունը իր, որ սա ընդդիմության տեղերն են եւ իրենց թեկնածուները պետք է ընտրված լինեին անվերապահ։ Եվ հիմա այս կարևոր հարցերը թողած պատրաստի թեկնածուներին առաջադրած մարդիկ ընդամենը առանց քաղաքական որևէ բացատրություն, հիմնավորում տալու չեն ընտրում, ասում է չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով։ Բերեք այնքան այս հարցերը քննարկենք, չենք ուզում իրան այստեղ տեսնենք, տենց է ստացվում։ Օրինակ ես անհամբեր եմ իր հետ իմ հանդիպմանը։ Թե դուք ինչի չեք ուզում այդ մարդը գաս, ինչ չեմ հասկանում։ Քանի որ այս պահին կա ընտրության հնարավորություն, այդ նշանակում մեզ տրված է այդ հնարավորությունը ու մենք ձեր քվոտան չենք վերցնում։ Մենք չենք մերժում, որ ընդդիմությունը պիտի հանձնաժողովի նախագահներ ունենա, բայց մենք ամեն թեկնածուին դիտարկում ենք առանձին ու դա մեր իրավունքն է։ Ասեմ նաև որոշ չկա, որ իշխանություն ընդդիմություն հակադարձումներ չլինեն, այսօր իրար ՀՀԿ-ական եղած լինելու մեջ մեղադրելու օրն էր։ Ուզում եք իմանաք դուք ինչի կուսակցությունն եք։ Նախ եկեք ֆիքսենք, որ դուք նոր հանրապետական կուսակցությունն եք։ Պարոն Կարապետյան, որ այստեղ նստած եք, օրինակ ձեր հայրը հանրապետական ֆրակցիայի ղեկավարն է, կարծեմ ստեղ էր նստում, եթե չեմ սխալվում։ Հետո որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն է։ Պարոն Թամրազյանը կարծեմ հանրապետական կուսակցության հետ կապ ունեցել է։ Տիկին Սյուզաննա Ավետիսյանը կարծեմ նախկինում հանրապետական եղել է։ Պարոն Հարություն Մնացականյանը հայտնի հանրապետական կուսակցության անդամ է։ Էդգար Ղազարյանը ընդհանրապես երևի աշխարհի ամենահայտնի հանրապետականն է, այս պայդրությամբ են իրեն հայտնի ելույթով, որ մենք հանրապետականն ենք հզոր անպարտելի ուժ։ Պարոն Շիրազ Մանուկյանը հանրապետականի երիթևի նախկին անդամ է, ճիշտ է, պարոն Հարություն, դուք կապ ունեցել եք հանրապետ։ Այս մեկը փոստ էր։ Նենց զարմացած եք ասում, պարոն Այք, որ ստետ մարդիկ այլ կուսակցություններով են եկել, այս կողմ, այն կողմ, մեկը հանրապետական ա եղել, մեկը Բարգավաճ եւ այլն։ Հետ եմ նայում, պարոն Կոնջորյան, ուրեմն ՔՊ-ի մի տեղակալը նախագահի, նախկին հանրապետական է, մյուսը նախկին ԲՀԿ-ական է։ Ես կյանքումս բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, այլ կուսակցության անդամ։ Երիտասարդական միություն, այդ կարող է պայմանագրի հետ էր Պարոն Խաչատրյան, նստեք խնդրում, ձեր ժամանակն ավարտվել է։ ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետ Ատոնոյանը ազատությանն ասաց Վահագն Ալեքսանյանը մեջբերեմ ակտիվորեն ներգրաված է եղել ԲՀԿ երիթևի աշխատանքներում եւ իր խոսքերը փաստող բազմաթիվ վիդեո եւ ֆոտո նյութեր կան արխիվում, ինչպես նա ասաց։ Իսկ Ալեքսանյանի այդ հայտարարությունը, որ ինքը ԲՀԿ անդամ չի եղել, Իվետ Ատոնոյանը, ես էլի մեջբերում եմ անում, իր անցյալը ջնջելու անհաջող փորձ է որակում։ Անդրանիկ Քոչարյան եղել է Վազգեն Սարգսյանի օգնականը։ Վազգեն Սարգսյանը հանրապետական կուսակցության պատմության մեջ ամենամեծ դերակատարում ունեցած առաջնորդներից մեկն է։ Եկանք բանը Սերգեյ Բագրատյան ՀՀԿ-ի պաշտոնավարման շրջանում որպես կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է, նշանակվել է Վայոց ձորի մարզպետ չընտրվածների Շիրակը Թորոսյան 3 անգամ ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր։
Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան 10-ից սկսելու են քննարկել կառավարության ծրագիրը։ Սահմանադրությունն է ասում, որ ազգային ժողովը պետք է ունենա մշտական հանձնաժողովներ, սահմանադրությունն է ասում, որ ազգային ժողովն է հավանություն տալիս կառավարության ծրագրին։ Ինչի համար? Որովհետև ազգային ժողովը պետք է լինի ամբողջությամբ ձևավորված իր մշտական հանձնաժողովներով։ Հիմա օրինակ կառավարության ծրագիրը չի կարողանալու մշտական հանձնաժողովում քննարկվի։ Չկա այդ գործիքը, որտեղ չկա ձևավորված։ Ըստ էության աննախադեպ իրավիճակ է ստեղծվել կանոնակարգով հանձնաժողովների նախագահի ընտրությունից հետո, նաև կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագծի քննարկում է նախատեսվում, այդ հարցն էլ չի ընդունվել, որը պիտի նախորդեր կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկմանը։